Ոնց եղավ սենց եղավ բեկ։ Թարգումը օրս է զանգել։ Երես էլ չի կարացել խոսքից անցնի։ Սարո ես տղավարի խոսք եմ տվել, որ նանեն ու այդ հարիֆը իրար հետ չեն ըլնելու։ Ու հիմա ով կլնեմ ես, եթե խոսքս չպահեմ։ Սաղ քո սրտով կանենք, բեկ, սաղ։ Ասա։ Հիմա լսի ուշադիր ինչ եք անում։ Դրան շենքի մոտ սատկա նստեք, հենց այդ տվարն երևաց ինձ խաբար արեք։ Վելոյն եմ գտել։ Նորմալ է ամեն ինչ։ Բայց դու որ չգային ես ամեն ինչը սենց վերջաբան չեր ունենալ։ Մոռացի այդ մասին։ Բայց արխային ընկնել էլ պետք չի։ Ինչ մտածում ես որ Կարան։ Սրանք ամեն ինչ էլ ընդունակ են։ Սրանք սրբություն չունեն։ Դե լավ։ Չասեցի որ դարտոտվես։ Ուղղակի մի բան մտածել է պետք որ սիլերին մոռանան ամեն։ Կներես։ Ալո։ Բարև ձեզ։ Գորի հետ եմ խոսում։ Այս ես ում եմ խոսում։ Արմենն Ակորջան։ Նելիի հայրը։ Հա Արմեն։ Իմացա որ ազատվել եք։ Կարող ենք հանդիպել։ Հա, իհարկե կարող ենք։ Երբ ա ձեզ հարմար։ Մի ժամից տեղ ասեք ես կգամ։ Հասեն հիմա SMS կանեն։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Բարև Գորջան։ Բարև ձեզ։ Նստի։ Ինչ կխմես։ Չէ, ոչինչ բան, նորմալ է։ Գոր, ես մեր ընտանիքը պարտականակ ես։ Չհայտվեիր այդ օր ու չփրկեիր Նելիին կողոպցիչի ձեռքից հայտնի չի թե ինչ վերջաբանք ունենար ամեն ինչ։ Ես արել եմ ինչը որ պետք է։ Հիմա էլ նույնը կանեն, եթե դրա անհրաժեշտությունը լիներ։ Բայց որ խնդիր չի։ Դու քո կյանքն ես վտանգել, հետո իմ պատճառով 2 տարի բանտ ես նստել։ Չէ, Նելի ջան, դու կապ չունես, քո տեղը յուրաքանչյուր աղջիկ լիներ, ես նույնը կանեի։ Մենց որ քեզ վատ մի զգա, մեղավոր մի զգա, դե ես էլ չեմ փոշմանում։ Բայց դա անարդար է։ Դու օգնել ես, իսկ քեզ պատժեցին։ Դե կյանքն անարդար։ Բայց եկեք մոռանանք էլ այս ամեն ինչը։ Այս ինչ է։ Այստեղ $10,000 է։ Ընդունիր ոչ թե որպես պարտք, այլ որպես հարգանքի նշան մեր ընտանիքի կողմից։ Դու քո շնորհակալությունը արդեն հայտնել ես ու ոչ մի անգամ։ Գոր, խնդրում եմ, թույլ տուր ինչ-որ կերպ օգտակար լինել քեզ։ Մեծ գումար չի, բայց կօգնի ոտքի կանգնես, մինչև հարմար աշխատանք կգտնես։ Ինձ ոտքի կանգնելու համար գումար պետք չի։ Հա, ես էլ չեմ վաճառվում։ Դու ինձ ճիշտ չհասկացար, Գոր։ Հնարավոր է։ Բայց գումարը չեմ վերցնի։ Ամեն դեպքում շնորհակալ եմ, որ հիշել եք։ Բայց եկեք սահմանափակվենք այսքանով։ Հաջողություն։ Չի սպասում, որ նման ռեակցիա կտա։ Ինչքան պիտի սենց փախե-փախ ապրենք, հը? Վելո, բեկը քեզ կգտնի ու կսպանի։ Ինչ ես առաջարկում։ Արի ոստիկանություն դիմենք։ Խելքդ գցել ես։ Ուզում ես ինձ սաղ-սաղ թաղեն, հա։ Էս ինչ էր։ Հանգստացի։ Ավտոմատը գցեց երևի։
կամում։ Ֆելո։ Խնդրում եմ։ Բագիս վրա բերան եմ մրցով։ Ֆելո։ Էլի հլարա։ Բեկ ջան, կնգաս ձեր չտակ, խնդրում եմ ձեր չտակ։ Հողերն ուրա։ Կլնի, մի քիչ էլ սպասի կլնի։ Արա, դու որ սաղ կյանքդ էլ աշխատես, քեզ ու կնգատ իրար հետ ծախես, մեկ այդքան փող չես կարանալու դզես։ Ուրա փողերն, ինչ ես արա այդ բոզ։ Կրվել եմ բեկ ջան։ Կազինոյում կրվելն եմ։ Չէ, խնդրում եմ, չէ։ Ստե հավաքեք մրդը։ Սրանց հետ արեք կորցրեք։ Всё, թեման փակա փորձանք դրանցից։ Դե հա, համարյա։ Եթե իհարկե սակուն ունանեն, որոշեն շուտ ամուսնան։ Պրոբլեմը չի մնացա։ Եթե ձեր շուտ ամուսնանալու ես հարցը կփակվի վերջնականապես։ Սև ինձ մնար ես այսօր էլ կամուսնանայի։ Այստեղ հարսանիք է։ Պատրաստություն, հարսի շոր, հյուրեր, նա մարդկան ինձ լավ գիտի։ Ամեն էլ քավորի հարցը չեմ որոշել։ Հաստատ ձեզ այնց մեկն է լինելու, ուղղակի հələ չեմ կողմնորոշվում։ Դե բա կողմնորոշվի։ Առանց քավոր ինչ հարսանիք։ Նենցա կարանք սենց սաղովի քավոր լինենք։ Կարաս մը պիվա տես։ Yeah։ Ամուսնության թեման իմացավ սիրտը պիվա ուզեց ընկերոջս։ Ախպերս ինձ կարաս ցուցակից անես, որովհետև ես Դավոյից հարսանիքի քավորն եմ եղել։ Քավորը կարևոր է, բայց հիմա ավելի կարևոր է նրան այդ խոսասիրավիճակը բացատրեսակ։ Հա, Սևոն ճիշտ է ասում։ Այլ գնանք ամեն անեին կտենամ։ Դայք ամեն դեպքում իմացեք, որ բեկը սաղ տեղերն էլ աչքուական ջունի։ Ու հաստատ այս թեմայով խորանալու է։ Ես առաջարկում եմ շուխուր գցեք, որ չգիտեմ, մի քանի ամսից է Սակոյի ու Նանեի հարսանիքը։ Լավ ես մտածել։ Հələ ժամանակ ունի, կմտածի ու կտրուկ քայլերի չի դիմի։ Դե պայմանավորվեցին։ Հենց Սակելան։ Ահա, ոչինչ չէ որ առանց հավաքի քեսու։ Այ ախպեր հանգիստ գնացեք արամասախ կհավաքի։ Արա, բա դու։ Հա, կգաք խելոք կլավակ։ Գնացինք։ Էս նա իմում։ Չէ։ Չէ։ Իսկ ես։ Այ դա շատ սիրուն է։ Դասական է, էլեգանտ է, քեզ շատ կսազի։ Հա, բայց ես դասական չեմ ուզում։ Ես ուզում եմ ինչ-որ տարբերվող, գժական ինչ-որ բան եմ ուզում։ Քեզ նման։ Աչքերդ կարմրացեն, լաց ես եղել։ Չէ, Մարիշը նոր տուշ էր առել, հիմար տուշ էր, սկսեցի ալերգիա տվեց։ Ես կբացեմ։ Բարձրստիկին կարին է։ Գոր։ Ոնց էի կարոտել քեզ։ Արտակնապես ընդհանրապես չես փոխվել։ Հուսով եմ ներքուստել նույնպես։ Դե հա, պետք է որ։ Սա Շնորհակալ եմ։ Իսկական ջենտլմեն։ Շատ սիրում եմ։ Չնայած իմ ապագա փեսայից էլ դժվար չէ։ Բարև Սարգիս ջան։ Համեցեք։ Նանել։ Գոր։ Բարև ցավը տանը։ Ոնց է քեզ կարոտել։ Ես էլ քեզ քորս, ո՞նց ես։ Լավ։ Իրան ավելի շատ քան քեզ։ Ես մենակ ուրախ եմ դրա համար։ Երեխեք, դե եկեք նստեք, ես արագ հաց դնեմ։ Չէ, մենք լավ կերած խմացենք, բայց այն քո անմահական կոֆեից չենք հրաժարվի։ Ես հեսա կդնեմ։ Դե եկեք նստեք, արագ դնեմ գա։ Հավի փեսը։ Երեխեք ջան, դուք նստեք, ես մի հատ գնամ հարևանի ճնշումը չափեմ գամ, հա։ Նանե, ես գնում եմ Ռոզայից գամ շուտ։
Բայց խոստացի, որ կգաս հանգիստ կնստենք կզրուցենք։ Անպայման Տիկին Կարինե ջան։ Այդ քիթդ խես կախ է տղա։ Աղջկա պահովես նեղվե։ Թորգոմին մի բան խոսք տալուց առաջ կարայր մի բերան ինձ ասեիր, բա։ Ես այդ աղջկան սիրում եմ։ Լսի հա։ Թորգոմ, բայց մինչև իրան խոսք ասելը ես հետաքրքրվել եմ այդ աղջկանով։ Իմացել եմ, որ ինքը սիրած տղա ունի ու պտի ամուսնանա։ Բայց հələ չի ամուսնացել, չէ՞։ Այդ ինչ նշանակություն ունի։ Անեն ուրիշ տղու է սիրում, ու ինքը կատարել է իր ընտրությունը։ Ես են դեպքը չի, որ զորբայությամբ քո ուզածին հասնես։ Մոռանում ես այդ աղջկա մասին։ Լսիրա։ Հա։ Ես պտի գնամ գործեր ունեմ։ Ամպերելը։ Այդ հայվանին, որ սպանել ես, բամիով դիդերա փողերը պակվի։ Էդի մեզ ոչ մի բան չեր կարա դար։ Ինչ ունի, տուն, ոսկեղեն, ավտո, սաղ գրավի տակը։ Սպանել են, որ մնացածի համար դասելնի, որ չմտածեն մեր վերից կարան փող տանեն։ Հիմա կարամ գնամ։ Գնա։ Հելանք Սարա։ Մանչ, աշկըտ բեկի վրա կպայես, մի էշություն չանի էտ աղջկա պահով, ես դրան լավ գիտեմ։ Եղակ ջանո ջան։ Բա ասում եք խոսել եք, ասում եք, որ կարգավորվել է ամեն ինչ։ Դե էլի կարգավորվել է, բայց ես 2 տարվա մեջ ես վերթում հասցրել եմ ճանաչել բեկի նման մարդկանց, այն որ դեմը ծիծաղում են, բայց մեջքիդ հետևը խաղեր են տալիս։ Ու հիմա դուք մտածում եք, որ ամուսնանելը հարցի լուծում է։ Այս պարագայում հա։ Դե որ լրիվ մոռանա քո մասին։ Բա երկու օրում ոնց ենք պատրաստվելու։ Ես անգամ հարցի շոր չեմ ընտրել։ Նան ես կօգնեմ։ Կհասցնենք տղեկներին ինչ պետքա կանեն։ Հետո մենք մենացով կհավաքվենք կնշենք։ Նանե, եթե ուզում ենք, որ այս թեման մեկը միշտ փակվի, միակ տարբերակը էս է։ Ջան, նայ, կարանք մոռանանք հիմա հարսանիքի մասին, այս ամեն ինչի մասին։ Ես կարամ խոսամ մարդկանց հետ, որ այդ ապուշը քեզ տենալուց ճամփեն փոխի։ Չէ։ Ես բեկին շատ լավ եմ ճանաչում։ Ինքը եթե մտքին մի բան դրել է, ուրեմն մինչև վերջ կգնա։ Ես համաձայն եմ։ Ապրես։ Գոռա։ Եթե դեմ չի։ Չէ, իհարկե դեմ չեմ։ Դե եկեք շատ արագ ես առիթի նշենք։ Սա սաղ քաղաքն իմանալու է, որ այդ չմոն նանը ինձ էրիցս տարավ։ Ուզում ես դրա գլուխն ուտենք կորիեթը։ Չէ, հորս խոսքից չեմ կարա թռնեմ։ Նանեն իմը չիլնի ոնց հերս ա ուզում, բայց ոչ էլ էդ գյադունը կլնի։ Ինչ-որ բան ես մտածել։ Նախ իմացեք դրանց հարսանիքը երբ է, հետո կջոգենք ինչ պիտի արենք։ Լավ, ցավը տանեմ։
Մեծ զանգյասը սաունան տակասնան եթանք մի քիչ սրվեն։ Ահո, ես երբ ես ազատվել, գորջան։ Երեք եմ ազատվել, ընկեր Վարդան։ Բայց նույն գորն ես մնացեր։ Հա, ուղղակի մի քիչ նիհարել ես։ հա, կա տենց բան։ Բայց կավ ամեն ինչ, դու ասաց աղոտ տանա, ոնց ես նորմալ է ամեն ինչ։ Պարտիրոջը, նորմալ է։ Արի գնանք սենյակ խոսանք։ Նանեի հարսանիք 2 ամսից է։ Հաստատ այդ։ Հա։ Այդ Սակոյին սկուչում ծանոթ տղեկ կան։ Դրանք հետ Սակոյի ընկերներից են իմացել։ Լավ է։ Կակրած ժամանակ կանցնի, ես թեման կսարի, հետո ես իմ անելիքը կանեմ։ Բեկ։ Մեն բոշն էլի վիստու պատեղել։ Տղեքի մոտ ավել պակաս բաներ է խոսած է քո հասցեին։ Ինչ ասել։ Ասա ոնց կա Սարո։ Դե։ Ասել է, որ Ժանոն չլներ վաղուց արդեն գլխիցը թողել էի։ Որ հորդ խատր է, որ դու տրուպ չես։ Հետո էլ քֆուր է ֆրոցել վրողդ։ Դրան պետք է ճամփեք Սարո։ Ու հենց այսօր։ Բեկ։ Բոշը բալաժենեց է։ Դրան կապանք սաղ գողերը մեր դեմ կհելնեն։ Իշ չի է տակրում ինքը ով է։ Ասում են պետք է ճամփենք, ու հենց այսօր։ Ես ու դու իրար հետ կանենք, որ ոչ մեկ չի մնա։ Սաղի աշկից ու ականջներից հեռու։ Ով դու գիտես, որ ես փորձել եմ դրա հետ լեզու գտնեմ։ Բարի շեմետը։ Բայց այդ անասունը իմ մեռնելն է ուզում։ Այդ ընդամենը ժամանակի հարց է։ Կամ ինքը ինձ, կամ ես իրան։ Ուրիշ տարբերակ չկա։ Ես հասկացա քեզ։ Բակումցն է բռոց բերել։ Բայց դու հաստատ ոսկին կվերցնեիր Գորջ ջան։ Դու յուրահատուկ տաղանդ ունես։ Եթե տանիցված դեպքը չլիներ, դու հիմա օլիմպիական մեդալի չեմպիոնության համար կպայքարեիր։ Այդ ամեն ինչը անցյալում անգեր Վարդան։ Ես փակել եմ այդ իմ կյանքում։ Փակված էջեր չկան, Գորջ ջան։ Կամքի հարց է, իսկ դու այդ կամքի ուժը ունես։ Դու երիտասարդ ես։ Ֆիզիկական լավ վիճակում, որ դու շատ արագ մարզավիճակը հետ կբերես։ Ես որոշումը չեմ փոխի հաստատ։ Ափսոս։ Ափսոս։ Լավ, եթե որոշել ես չմարզվել,
Գոնե մարզասրա արի։ Ոչ թե մարզվելու համար, այլ գաս, որ երեխեքը քեզանից բանն է սովորելու։ Կմտածեմ։ Ոչ թե կմտածես, այլ կգաս։ Եղավ։ Ապրես։ Ալո։ Բարև ձեզ։ Լավ, բերել եք արդեն։ Ես սա կդիմավորեմ։ Ուտելիք եմ պատվիրել, գնամ բերեմ, գործը։ Տեսնենք ինչ ես։ Օգտվի։ Հիշում ես ամեն մարզվելուց հետո ինչ որ բան էինք պատվիրում։ Այս տպավորություններ ոնց որ տանեմ, ուտելու բան չեն տալու։ Ամեն ինչ նույնն է մնացել։ Լավ, լասա տենամ ինչ ես անելու, ինչով ես զբաղվելու Գորջան։ Հələ բան չեմ որոշել։ Ըստ պարապչելը նայելի մի բան կգտնի։ Լավ։ Եթե որոշել ես մեծ սպորտին հրաժեշտ տաս, կարող ենք արդեն մի բաժակ բան խմել։ Խմենք գալդ բարելի։ Այդ համբալին ասա վաղը կամ մոտս։ Թե չէ ես իր ընտանիք եմ մտնելու։ Առավոտ ասի։ Ապով եկալ գցենք բաղաժից։ Ինչ ծանր է։ Իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ մաքուր առաջին իմ անուր իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ քնքուշ առաջին իմ անուր տարիներ կսահեն կմեռեն երազներ բոլոր քո պատկեր անես կպահեմ օրերում անհասած ու մոլոր տարիներ կսահեն կմեռնեն երազները բոլոր քո անունը հավեր կպահեմ օրերում անհաստատ ու մոլոր
տանջանք եւ եկում եւ թախից Սորեր ես էր շատ կտեսնեմ Քանուն հավեր կպահեմ Սուտ կյանքի եւ դարը մահուդեմ Ախ եւ տանջանք եւ եկում եւ թախից Սորեր ես էր շատ կտեսնեմ Քո պատկերը անս կպահեմ Սուտ կյանքի եւ դարը մահուդ է Տարիներ կսահեն Ախ մերեն երազները բոլոր Քո անունը հավերժ կպահեմ Սուտ կյանքի եւ դարը մահուդեմ Տարիներ կսահեն Ախ կմերնեն երազները բոլոր Քո անունը հավերժ